հանդիպում է նախատեսված պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ։ Ես ճիշտ ասած չգիտեմ, թե հանձնաժողովի անդամներից ովքեր կգան, ենթադրվում է, որ եթե ընդունելությունը հանձնաժողովի հետ է, ուրեմն հանձնաժողովի բոլոր անդամներն էլ պետք է գան, հանդիպեն քաղաքացիներին եւ քաղաքացին հանձնաժողովներից որի հետ որ հարց ունի, կոնկրետ հարցեր բարձրացնի, որովհետեւ բացի իմպիչմենտի հարցերից ես նաեւ առանձին հարցեր ունեմ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։ Ինձ մասնավորապես հետաքրքրում է նրա այլ պատգամավորական կարգավիճակի այլ գործունեության առնչվող հարցեր։ Ես այդ հարցը բարձրացնում եմ իր կարգավիճակ ունեցող այլ պատգամավորների առջև եւս Վլադիմիր Վարդյանը նույնպես ընդգրկված է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի կազմում։ Ինձ հետաքրքիր է, թե այդ հանձնաժողովի կազմում Վլադիմիր Վարդյանի իր գործունեությունն է ծավալում, վերջին նիստը երբ է եղել, հաջորդ նիստը երբ է լինելու, ինչ օրակարգով է լինելու եւ ինքը ինչ ֆունկցիոնալ դեր ունի այդ հանձնաժողովում, դա է ինձ հետաքրքիր։ Բացի այդ Վլադիմիր Վարդյանը վարչապետի որոշմամբ ընդգրկված է Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կազմում, սա էլ է մի քիչ տարօրինակ, որովհետեւ Սահմանադրական բարեփոխումների իրականացումը դա մի հանձնաժողով, որը գլխավորում արդարադատության նախարարը, ինչ տրամաբանությամբ ազգային ժողովի պատգամավորը ընդգրկված նախարարի գլխավորած հանձնաժողովում, իհարկե դա իր համաձայնությամբ է, բայց պետք է հիմնավորի, այսինքն ինչի համար ընդգրկված, որովհետեւ իրականում պետք է հակառակը լինի, նախարարը պիտի գա եւ ազգային ժողովին հաշվետվություններ ներկայացնի, այլ ոչ թե պատգամավորը, այն էլ հանձնաժողովի նախագահը աշխատի նախարարի փաստացի ենթակայությամբ, որովհետեւ հանձնաժողովի նախագահը նախարարը, հանձնաժողովի անդամ, պատգամավոր հանձնաժողովի անդամ, այսինքն ինձ նաեւ սա է հետաքրքրում, նաեւ այդ գործընթացի համապատասխանությունը, որովհետեւ կառավարության գործունեության ծրագրով կառավարությունը չի նախատեսել, որ պետք է իրականացվեն սահմանադրության մեջ փոփոխություններ, առավել եւս նոր սահմանադրության ընդունում, ոչ մի խոսք չկա անկախության հռչակագրի դրույթներից հրաժարվելու մասին եւ ինձ հետաքրքիր է, թե ինչով է պայմանավորված, դա նաեւ չի եղել քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում, որով որ Վլադիմիր Վարդանյանն ընտրվել ազգային ժողովի պատգամավոր, ինձ հետաքրքիր է, թե հիմա ինչի է Վլադիմիր Վարդյանը այլ խոստումներ տվել մեր ժողովրդին եւ հիմա իրականացնում է դրան հակառակ գործողություններ, այսինքն ինչի է փորձում խաբել մեր ժողովրդին։ Եվ նաեւ բնականաբար իմպիչմենտ, նաեւ իմ նամակների ճակատագիր ինձ հետաքրքիր է, թե ինչի պարոն Վարդյանը եւ հանձնաժողովի մյուս այս հանձնաժողովի կազմից ես ճիշտ ասած ոչ մեկից պատասխան չեմ ստացել։ Շատ յուրահատուկ կազմ է միջայլոց, նաեւ իմ երկու համակուրսեցիներն են այստեղ, Արփի Դավոյանը եւ Ալխազ Ղազարյանը, հուսամ որ իրանց էլ այսօր այստեղ կտեսնեմ, բայց ասեցին ճիշտ ասած ինձ առաջ մի քաղաքացի կար, նոր զրուցում էինք իր հետ, ինքը ոնց որ տեղյակ էր, որ հանդիպանը ներկայացել է միայն Գեգամ Նազարյանը, ազգային ժողովի պատգամավոր, ես հուսով եմ, որ մյուս պատգամավորներն էլ կլինեն, իհարկե մենք Գեգամ Նազարյանի հետ էլ հարցեր ունենք քննարկելու հենց իմպիչմենտի գործընթացի հետ։ Որ հենց նա իմպիչմենտի գործընթացի մասին խոսելիս ասել էր, որ անգամ դրան չի միանա, քանի որ երկիրը կխարխլվի։ Դե մենք հիմա մի հատ փոքր վարժություն կանենք պարոն Նազարյանի հետ, կառավարության գործունեության ծրագրի հետ կաշխատենք միասին ու կտեսնենք, թե ասենք ինքը ինչ հիմնավորումներով է իր դիրքորոշումը ներկայացնում, որովհետև պատգամավորը այո, կարող է ներկայացնել ցանկացած դիրքորոշում տեսակետ, ինքը ազատ է այդ հարցում, բայց կարծում եմ, որ ցանկացած տեսակետ պետք է լինի նաև բավարար խելամիտ եւ հիմնավոր եւ պատճառաբանված մեր քաղաքացիների համար։